Ինչպես հայտնի է, գեներալները նախապատրաստվում են անցած պատերազմներին։ Նրանք արհամարհում են նոր տեխնոլոգիական զարգացումները, որի հետևանքով բանակները մատնվում են պարտության։ Մոտավորապես նման մի բան մեր հետ կատարվել է 2020 թվականին, եթե հիշում եք 2019 թվականին պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանը մի տխրահարճակ հայտարարություն արեց, ըստ որի մեզ պետք չի դրոնային տեխնոլոգիաներ, որովհետև մենք ունենք շատ ավելի հուսալի զինատեսակներ։ Հարց է ծագում, իսկ այսօր ինչին է նախապատրաստվում մեր բանակը։ Պատասխանեմ, այսօր մեր բանակը գտնվում է, մեկը արդեն խաղաղություն է էլի վիճակում եւ ոչինչին չի նախապատրաստվում։ Այլևս չեն անցկացվում ռազմական զորավարժություններ, չեն վերանայվում սովետական այն հնացած դոկտրիները ռազմական ռազմավարության, բանակը չի համալրվում ըստ պատշաճ մակարդակի։ Այսօր ես սկսում եմ պատասխանել մեր աջակիցների կամ ընդհանրապես հասարակության ներկայացուցիչների հարցերին, ինչպես եւ խոստացել է, եւ այսօրվա թեման բանակն է։ Ես ձեզ ընթերցեմ այն երկու հարցը, որ մեզ տրվել է ինտերնետով, Ժորա Զուրաբյանը ուղղել է հետևյալ հարցը. ինչպես եք պատկերացնում բանակի եւ արդարադատության համակարգի ռեֆորմը։ Եվ Թելման Պետրոսյանը դիմել է հետևյալ հարցով. ինչ պետք է փոխվի մեր բանակում, որ զինվորն իր գործը վստահությամբ անի եւ զգա, որ պետությունը իր կողքին է։ Ասեմ, մեր պատասխանը իրականում հետևյալն է, որ զինվորը իրան իսկապես լավ զգա, որ պետությունը իր կողքին է, ընդհանրապես բանակը պետք է դառնա մի հուսալի առաքելությամբ ապրող եւ նպատակներ ունեցող օրգանիզմ, այսինքն լինի մի կազմակերպություն, որը ունի շատ հստակ առաքելություն եւ ամբողջ իր գործունեությունը ենթարկում է այդ առաքելության կազմակերպման համար։ Գլխավոր խնդիրը, ինչպես ես արդեն ակնարկեցի այս վիդեո կլիպի հենց սկզբում, դա տեխնոլոգիական զարգացման խնդիրն է։ Մենք պետք է ունենանք բանակ, որը դառնում է նոր տեխնոլոգիական զինատեսակների, մասնավորապես դրոնային տեխնոլոգիաների պատվիրատուն եւ միգուցե ավելի կարևորը մշակողը։ Ինչու եմ այդպես ասում։ Դա ամենաժամանակակից մոդելն է բանակի կազմակերպման եւ այսօր ցավոք սրտի հայոց բանակում տեխնոլոգիական զորամիավորումներ ուղղակի գոյություն չունեն։ Մինչդեռ բանակը պետք է գիտահետազոտական գործունեությամբ նաև զբաղվի մի շարք նպատակներ իրագործելու համար։ Մասնավորապես բանակը ինքը պետք է մշակի, թե ինչ զենքեր են իրան պետք կոնկրետ իր մարտավարությունը կամ ռազմավարությունը իրագործելու համար եւ դա պետք է մշակվի այդ ռազմի դաշտում կամ փորձարկումների ժամանակ։ Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ երբ որ զորակոչվում է լուրջ մասնագիտական գիտելիքներ ունեցող, հատկապես IT բնագավառում զորակոչիկը, նա ոչ թե պետք է 2 տարով կտրվի իր գործունեությունից եւ այդ տարիները դարձան կորսված տարիներ, այլ ինքը պետք է գա եւ տեխնոլոգիական զորամիավորման մեջ զբաղվի ուղիղ այն գործով, որով ինքը զբաղվել է իր քաղաքացիական կյանքում։ Դա թույլ կտա նաև ձեռք բերել նոր կապեր, նոր ընկերություններ, իսկ հետագայում արդեն շարունակել իր գործունեությունը պահպանելով բանակը կապի հետ։ Պետք է ունենանք զինամթերքի արտադրություն, հատկապես դրոնային տեխնոլոգիաների բնագավառում։ Պետք է հաղթահարվի այն ուռճացվածությունը, որ այսօր դասավորվում է բանակում այն հարցում, ինչ վերաբերվում է հետևակին։ Այսօր ամբողջ շեշտը դրված է հետևակի վրա, մինչդեռ կան շատ կարևոր զորամիավորումներ, որոնց զարգացմանը պատշաճ նշանակություն չի տրվում։ Օրինակի համար մենք խոսում ենք ՀՕՊ-ի մասին, ավիացիայի մասին, կապի ժամանակակից միջոցների, հետախուզություն, դեսանտագրոհային ստորաբաժանումներ, հետանային ստորաբաժանումներ,
եւ ինչու՞ չէ, միգուցե անգամ ամենակարևորը ինժեներական զորքերի վերակազմակերպումը, որը այսօր կարելի ասել գտնվում է շատ ցածր վիճակում։ Մենք բանակի կազմի ընդամենը 1% ունենք ծառայող ինժեներական զորքերի մեջ, մինչդեռ պետք է ունենանք դրա տասնապատիկը, որպեսզի այդ զորամիավորումները մշտապես գործի մեջ լինեն ամրություններ, ֆորտիֆիկացիաներ, կամուրջներ, չգիտեմ, հազար մի բան կառուցելու նպատակով։ Ես ուզում եմ կարճ թողեմ այս պատասխանը եւ ավելի մանրամասն քննարկման համար խնդրում եմ Google-ում search արեք Հայ ազգային կոնգրեսը, YouTube-ում Հայ ազգային կոնգրես կանալը եւ գտեք մեր հակակաստ podcast-ի 5-րդ էպիզոդը, որտեղ մենք այս բոլոր հարցերը շատ մանրամասն, մոտ 1 ժամ քննարկում ենք, իդեպ հարցը տված Սերժանտ Թելման Պետրոսյանի հետ, բայց նաև հրավիրել ենք զրույցի համար հենց ինժեներական զորքերի վարչության նախկին պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին։ Նայեք այդ էպիզոդը եւ կսպասենք ձեր արձագանքներին։